Անկանում եք ձեր ամեն իրի համար, ամեն կենցաղային տեխնիկայի համար, որը որ արդեն դուք չեք գործածում, գտնել այնպիսի տեր, նվիրաբերել այնպիսի մարդու, ով մինչև կյանքի վերջ այն կօգտագործի, դա խելամիտ չէ, դա հնարավոր չէ, դուք չունեք այդքան ժամանակ, որ տրամադրեք այս ամեն փոքրիկ բանը, տրամադրել այնքան ժամանակ, որ նա գտնի իր իդեալական տիրոջը, այդպիսի բան ցավոք սրտի հնարավոր չէ, բայց այդ իրերը, եթե դուք իրոք ունեք ուժ բարեգործական կազմակերպություններին փոխանցելու, իմացեք, որ այն իրերը դուք չեք օգտագործում կամ ունեք շատ դուպլիկատներ, իմացեք, որ կան մարդիկ և հավանականություն կա, որ այդ իրը կգտնի իր տիրոջը և այն իրեն կջերմացնի և կծառայի, այնպես որ հենց հիմա վեր կացեք, վերցրեք աղբի տոպրակը և 10 րոպե տրամադրեք մեկ դարակի, հիշեք մեկ դարակ, մենք չենք պատրաստվում այսօր նիհարել մեկ օրում 10 կիլոգրամով, մենք չենք պատրաստվում այսօր այդ ամենը մաքրել մեկ օրում, այդ տարիների կուտակած է, կարող է նաև ձեզ մոտ մնացեն ձեր ծնողների գրքերը, հագուստը կամ իրերը, որ դուք չեք գործածում, չեք սիրում, բայց ամեն անգամ հանդիպելով հայացքով այդ իրի հետ, նա ձեզ ասում է տեղափոխիր ինձ, նա ձեզ ասում է ինձ լվա, ինձ հիշի, ես քեզ կհիշեցնեմ, որ դու մեղավոր կլինես, եթե կազատվես ինձանից, ոչ, դա ձեր տունն է, ձեր տարածքն է, նույնիսկ եթե դուք չունեք սենյակ այդ տան մեջ, եթե դուք ունեք որևէ անկյուն, ձեր անկյունը սկսում ենք մենք միշտ մեր իրերից, հետո ես ձեզ կսովորեցնեմ ոնց նույնիսկ ամենածանր համոզվող մարդուն